Դասական իմաստով ընտրական կոռուպցիան նշանակում է ընտրողի կամքի վրա ապօրինի ազդեցություն, փողի, վարչական լեզակների ճնշման կամ կախվածության միջոցով, սակայն ժամանակակից քաղաքական համակարգում այն շատ ավելի բարդ մեխանիզմ է դարձել։ Այսօր ընտրական կոռուպցիան կարող է արտահայտվել պետական ռեսուրսի օգտագործմամբ, պետական աշխատողների ներգրավմամբ քաղաքական քարոզչության մեջ, սոցիալական ծրագրերի քաղաքականացմամբ, մեդիա դաշտի անհավասար վերահսկմամբ, ուժային կառույցների ընտրովի ակտիվությամբ, ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներով, հանրային վախի մթնոլորտի ձևավորմամբ։ Այսինքն, ընտրական գործընթացի վրա ազդեցությունը հաճախ իրականացվում է ոչ թե մեկ օրում, ընտրության պահին, այլ ամբողջ քաղաքական միջավայրի վերահսկման միջոցով։ Հայաստանում քաղաքական ամենացավոտ հարցերից մեկը դարձել է հետևյալ հասկացությունը. երբ իշխանության հետ կապվող աղմկահարույց դեպքերը հաճախ երկար ժամանակ մնում են առանց հստակ իրավական հետևանքի, բայց ընդդիմադիրների նկատմամբ իրավապահ համակարգը ցուցաբերում է արագ եւ կոշտ արձագանք, հասարակության մոտ առաջացնում է անարտարության խոր զգացում։ Այս ընկալումը հատկապես ուժեղանում է այն դեպքերում, երբ ընդդիմադիր գործիչների նկատմամբ անմիջապես կիրառվում է կալանք, քաղաքական հայտարարություններից հետո սկսվում են քրեական վարույթներ, իշխանական ներկայացուցիչների վերաբերյալ հրապարակումները չեն ստանում նույն իրավական ընթացքը, նախաքննության գաղտնի նյութերը հայտնվում են մեդիայում միայն ընդդիմադիրների դեպքերում, մեղադրանքը հանրային մակարդակում ներկայացվում է որպես արդեն ապացուցված փաստ։ Այս ամենը ստեղծում է տպավորություն, որ օրենքը դարձել է ոչ թե հավասարության մեխանիզմ, այլ քաղաքական ազդեցության գործիք։ Իշխանության հիմնական մեխանիզմները քաղաքական վերահսկողության համար հետևյալն են. վարչական ռեսուրս։ Ժամանակակից քաղաքական պայքարում ամենաուժեղ գործիքներից մեկը պետական համակարգն է, երբ համայնքային ղեկավարները, դպրոցները, պետական հիմնարկները կամ սոցիալական համակարգերը անուղղակիորեն ներգրավում են քաղաքական գործընթացներում, իշխանությունը ստանում է լուրջ կազմակերպչական առավելություն։ Սա կարող է արտահայտվել պետական աշխատողների վրա ազդեցությամբ, ընտրական մասնակցության վերահսկմամբ, քաղաքական ակտիվության ճնշմամբ, լոյալության մթնոլորտի ձևավորմամբ։ Տեղեկատվական վերահսկողությունը։ Քանի որ որոշակի առումով քաղաքական պայքարը վաղուց տեղափոխվել է տեղեկատվական դաշտ, ուստի իշխանությունը կարողանում է վերահսկել օրակարգը, նա կարողանում է նաև վերահսկել հանրային ընկալումները։ Հայաստանում հաճախ կիրառվում են հետևյալ մեթոդները. ընդդիմադիրների շուրջ մշտական սկանդալային ֆոն, իշխանության խնդիրների արագ մոռացում, հասարակության ուշադրության շեղում, պիտակավորում, ռևանշիստ, ապակայունացնող, հակապետական եւ այլն։ Այսպիսով փորձ է արվում հոգնեցնել հասարակությանը, երկիրը տանել դեպի քաղաքական ճգնաժամի, ինչից հետո հասարակությունն ըստ պլանի սկսում է նախընտրել նույնիսկ անկատար կայունությունը։ Երրորդ, իրավապահ համակարգի քաղաքական ընկալումը։ Նույնիսկ եթե իրավապահ մարմինը հայտարարում է, որ գործում է բացառապես օրենքի շրջանակներում, հանրային վստահությունը որոշվում է ոչ թե հայտարարություններով, այլ համաչափությամբ։ Եթե հասարակությունը տեսնում է, որ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ մեղմ մոտեցում կա, ընդդիմադիրների նկատմամբ առավել կոշտ, տարբեր գործերով կիրառվում են տարբեր չափանիշներ, ապա ձևավորվում է այն վտանգավոր համոզումը, որ արտարադատությունը կախված է քաղաքական դիրքից։ Իսկ սա արդեն հարված է ոչ միայն իշխանությանը, այլ ամբողջ պետական համակարգին։ Ընտրովի արտարադատությունը կարճաժամկետ կարող է քաղաքական օգուտ տալ իշխանությանը, սակայն երկարաժամկետ այն քայքայում է պետության հիմքերը։ Երբ մարդիկ դադարում են հավատալ դատարաններին, իրավապահներին եւ ընտրական գործընթացներին, առաջանում են ծանր հետևանքներ։ Մարդիկ սկսում են հավատալ, որ քաղաքականությունն ամբողջությամբ կեղծ է եւ որևէ փոփոխություն հնարավոր չէ, հասարակությունը բաժանվում է ոչ թե գաղափարների, այլ մերոնք ծերոնք տրամաբանությամբ, եթե օրենքը չի ընկալվում որպես հավասար բոլորի համար, պետությունը կորցնում է իր լեգիտիմության կարևոր մասը։ Արդեն իսկ գրանցվել են մի շարք դեպքեր, որոնք թեկուզ լուսաբանվել են, սակայն, ինչպես նշվեց, ընտրովի արտարադատության հետևանքով չեն ընթացքավորվել։ Քանի որ չկրկնվեմ, խոսքը վերաբերվում է նույն Սափեյանի դեպքին, նույն Ավինյանի դեպքին, չնշվեց նաև Աբանանում, ուսուցիչների, նաև շատ ցավալի է երեխաների մասնակցությունը, որը ես չեմ կարծում, որ կարող էր զուտ իրենց ցանկությունը լինել, ու նաև խնդիրը կա, դե ինչ իրավունքով է դասաժամերը կրճատվել, հայտնի է նաև
որ ինչ որ վարչական գործողություններ են սկսվել, սպասենք ընթացքին, բայց ես կցանկանամ նշել, թե իրականում այս ամեն ինչը երբանից սկսվեց ու հիմքերը երբանից դրվեց։ Գործող իշխանության գործունեությունները հիմնականում սկսեցին ծավալվել մոտ 1 տարի առաջ Գյումրիի ընտրություններից եւ դրան հաջորդող ժամանակահատվածում, երբ որ Գյումրիի ընտրությունների ժամանակ թիրախավորում էին ընդդիմադիր ուժերը ու բոլոր ընդդիմադիր ուժերը, հետագայում նաեւ առավել շատ ձայներ հավաքած ուժերը, Վարդան Ղուկասյանը, Մարդուն Գրիգորյանը, հայտնի քրեական հետապնդումների մասին արդեն գիտենք, հետագայում արդեն այդ ամեն ինչը խորացավ ու անցում կատարվեց դեպի եկեղեցի։ Տեղի ունեցավ Սամվել Կարապետյանի ձերբակալումն ու կալանքը, Բագրատ Սրբազանի ու մյուս աշտարների, Միքայել Մգրդի Ճարշակ Սրբազանների, Նարեկը Վազգենես, ամեն ինչը ինչի էր ուղղված ու ինչն է պատճառը, որ մենք ներկայացնում ենք որպես ընդրական գործողություններին նախորդող դրսևորումներ, քանի որ մի շարք գրեթե բոլոր դեպքերում նախ հստակորեն ընդգծված է որոշակի լիազորություններ անցնել անհամաչափության մեթոդների կիրառումը թեկուզ կանանքների պարագայում եւ այլն, օրինակ Նարեկենց պարագայում իրենք մի անգամ աշտեն իսկ արտարացվել էին արարքի համար ու երկրորդ անգամ էլի նույն արարքը նույն կալանքի պարագայում դրանք այդ ամեն ինչը իրենց խորքում անընդունելի են բացի այդ իշխանությունը օգտվելով այն հանգամանքից որ իրավապահ համակարգի ներկայացուցիչները հայտարարություն են տարածել իրենք իրենց խոսույթը ավելի խիստ ու պատժողական են ձևակերպում որը ինքնին խախտում է Եվրոպական կոնվենցիայի խախտում է նույնիսկ նախադեպային որոշումներով արձանագրված ու անթույլատրելի քաղաքական խոսույթի տակ ինքնին թաքնվելը ոչ մի օգուտ չի տալու այս պարագայում, որովհետև քաղաքական խոսույթն էլ շատ խիստ ու սահմանափակված պետք է լինի այն պարագայում, երբ որ իրականացվում է նախաքննություն վերջին շրջանում տեղի ունեցող ակտիվ ձերբակալությունները կամ ինչ որ քարոզչական մեխանիզմին ավելի լուրջ ընթացք տալը ուղղված է միայն նրան, որպեսզի կարողանան սև քողով ծածկել ընդդիմադիր ուժերին ու քանի որ չունեն ռեալ խոսույթ, նաև իրենց խոսույթը ձևավորեն այդ ուժերի առաջ քաշած ծրագրերի շուրջ, ինչը զգացվում է ոչ միայն արտահայտված է իրավական process-ներով չագերտավորը իրավական, այլ նաև հայտարարությունների տեսքով իրենց կողմից, ժխտողական հայտարարությունների տեսքով։ Լայն տարածում ունի նաև գովազդները, որոնք որ հագաքարոզչությունը ես օրինակի համար երկու դեպք եմ հանդիպել համացանցում, երբ որ իրենք էին ներկայացնում, չէ, երեք ուժերը միասին ինչ որ չարժեր էին համեմատում, ինչ երեք էլ արդեն առանձին տեսա գովազդ ու հենց YouTube-ում, հիմա արծետ մոնետիզացիան որ միացավ օգտվողներ էլի, ու վերաբերվող Սամվել Կարապետյանի կողմից ուժեղ Հայաստան դաշինքին էլի իր վերաբերյալ ինչ որ ըստիս նաև արադավորող տեղեկություններ բացի այդ արդեն իսկ արձանագրված խախտումների մասով քարոզչության պաստառների ու նաև այդ վարչական ռեսուրսի կիրառման մասով կարող եմ մի քանի օրինակներ բերել, օրինակ հենց այստեղից որ դուրս գաք մոդերքում մի քանի խանութներ կան, որոնք ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածով իրավունք չունեն պաստառներ փակցնելու, բայց արդեն իսկ կան։ Նույնը շարունակական է Տիգրան Մեծի փողոցում, հենց City-ի վրա եմ ինքս նկատել ֆիքսել ու շարունակությունը դեպի Հակատանկեղոս փողոց, ու ստեղ նաև
Որոշակի առումով նաև անգործությունն է ինքնին կոռուպցիոն դրսևորում, որովհետև պարտականությունը դրված է քաղաքապետարանի ու ոստիկանության վրա, որ իրենք են պարտավոր դրանք անել։ Բայց անգործությունը միայն իշխանության պարագայում է, որովհետև ընդդիմադիրների դեպքում այսպես սանտիմետրեր ձեռքին միլիմետրերով Ես հիշեցնեմ հայրենիք կինոթատրոնի հա շենքին փակցված նկարի պատմությունը ինչ էր դարձել։ Ձեր հետ կապված երևի ու հենց միանգամից այդ իրական տեսան սկսեցին հանելը։ Նաև անհամաչափությունը արդեն իսկ նկատվում է, ինքս ականատես, քանի որ Շիրակի մարզում եմ բնակվում, ականատես եմ 3 քաղաքներում անհամաչափ փակցնելուն, Մարալիկում, երբ որ Գյումրիից Մարալիկից մուտք գործում, ամբողջը իրենց նկարներն է 16 համարով եւ այլն, ընդամենը 1 հատ ուժեղ Հայաստան դաշինքից այլ չեմ նկատել, իսկ Գյումրիում հիմնականում կենտրոնադիր վայրերում խաղաղության օղակն է, Սայաթ-Նովա փողոցն է եւ այլն, իսկ ու նկատել եմ, որ տարբեր ուժերի մոտ նաև որոշակիորեն այնպիսի վայրերում են փակցրած մեծ պլակատները, որտեղ որ չեն երևում։